Միֆ չէ, որ սննդի ընդունման հաճախականությունը նույնպես մեծ նշանակություն ունի լյարդի ճարպակալման համար։ Ունենանք մենք առողջ լյարդ, թե հիվանդ։ Առավել քան մեծ նշանակություն։ Սովորաբար մարդկանց մոտ ստեղծված է մի ռեժիմ, երբ նախաճաշը բացակայում է, ճաշը հազվադեպ հիմնականում սնվում են օրվա երկրորդ կեսին աշխատանքից հետո բավականին մեծ քանակությամբ սնունդ, այդ չեմ ասում ֆիզիկական ակտիվության բացակայության պատճառով նստում կամ պառկում կամ հանգստանում ենք, սա ամենավտանգավորն է եւ ամենամեծ ուրեմն խնդիրն է լյարդի ճարպակալման համար։ Լսում ենք անընդհատ բացակայում է նախաճաշը, ճիշտ չէ դա։ Նախաճաշը պետք է արվի ճաշ եւ ընթրիք ամենաքիչը։ Ճարպակալման հակում ունեցող մարդիկ կամ արդեն ճարպակալում հաստատված մարդկանց մոտ վերջին ուտելու ժամը կլինի ժամը 7-ից հետո, այլևս իրենք չպետք է ուտեն 7-ից 8-ից հետո, այլևս ոչինչ չենք օգտագործում։ Եվս մեկ կարևոր բան, միրգը օգտագործում են երեկոյան, ոչ, մրգերը եւ բանջարեղենը պետք է օգտագործեն օրվա առաջին կեսին, դա նույնպես նպաստում է լյարդի ճարպակալմանը։ Եվ նորից առողջ ապրելակերպ, ճիշտ սնուցում ֆիզիկական ակտիվության հետ միասին։